Էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանները փոխում են վերականգնվող էներգիայի ապագան։ Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման հետ մեկտեղ մեկնարկել են կուտակիչ կայանների կարողությունների զարգացման հեռանկարի մասին քննարկումները։ Արդյունքը հիմնադրամի կողմից ուսումնասիրվել են տարբեր տիպի տեխնոլոգիաներ եւ մենք հասկացել ենք, որ ի թիվս այլ տեխնոլոգիաների, ջերմային պոմպերի եւ էլեկտրական կուտակիչ համակարգերը կարող են հեշտությամբ ինտեգրվել մեր գոյություն ունեցող էներգետիկ համակարգում եւ դրանով իսկ մեկ քայլավել բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի զարգացման հեռանկարները Հայաստանում աշխատաժողովին մասնակցում են ոլորտի պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Այդ տեխնոլոգիաները արդեն բազմաթիվ տարիներ են օգտագործում են այլ երկրներում, հաջողությամբ օգտագործում են եւ ջերմային պոմպերի մասով կարող եմ ասել, որ որոշ դեպքերում դրանք կարող են փոխարինել նաեւ գազի կաթսաներին։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրամիության եւ Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Ֆրենկ Հեսը ներկայացնում է եվրոպական փորձն ու Հայաստանում այդ համակարգերի զարգացման հնարավորությունները։ Իմ դպրոցական տարիներին Գերմանիայում, երբ վերականգնվող էներգետիկան դեռ նոր էր զարգանում, ծրագրում էին հասնել ամբողջ էներգահամակարգի տարեկան մինչև 10% չափաբաժնի։ Հիմա արդեն շատ առաջ ենք գնացել եւ 2021 թվականի տվյալներով վերականգնվող էներգետիկայի չափաբաժինը կազմում է 37%։ Նախատեսվում է, որ մինչև 2050 թվականը կհասցվի 80%-ի։ Զուգահեռ զարգանում են նաեւ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերը, որոնց կարողություններն առաջիկա 5 տարում կրկնակի կավելանան։ Հայաստանը մինչև 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսում է հասցնել 2000 մեգավատի։ Վրույր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։